Բարի օր բոլորին, նոր եմ վերադարձել քննչական կոմիտեից, րոպեներ առաջ, շատ վրդովված եմ, պարոն Պողոսյան, քանի որ չհաջողվեց ձեզ անձամբ հանդիպել, այլ հանդիպեցի ձեր տեղակալ Ոմն Գրիգորյանի եւ շատ դժգոհ եմ հանդիպումից, որովհետեւ կարելի է հանդիպել այն անձնավորությունների հետ եւ պատասխան պահանջել, որոնք անմիջական ծանոթ են Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ քննվող գործերին։ Այս եթերը ուղղված է ձեզ եւ անելու եմ այն հարցադրումները, որոնք կուզենայի անել անձնական անմիջական հանդիպման ժամանակ։ Հանրությունը շատ լավ տեղյակ է, որ մեր կազմակերպությունը 23 թվականից Արցախի խայտառակ հանձնումից հետո զբաղվում է Արցախի ներդրումային հիմնադրամի յուրացրած փողերի եւ փաստահավաքով եւ սեփական հետաքննությամբ, միգուցե բառեր խառնեմ, որովհետեւ իրականում բավականին զայրացած եմ, բայց ինձ ներելի է այն, ինչ որ ներելի չի ձեզ եւ ձեր ղեկավարած կառույցին։ Առաջին հաղորդումը տրվել է 2023 թվականի հոկտեմբերի 19-ին եւ նոյեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ առաջին էպիզոդով, որից հետո տրվել են 4-5 հաղորդում հանցագործության մասին, այսօր 2026 թվականի ապրիլի 26-ն է, այսինքն 886 օր է անցել այդ իմ առաջին հաղորդում տալուց մեր կազմակերպության եւ եթե տոնորերը հաշվենք 632 աշխատանքային օր, որ քննչական կոմիտեի քննիչները աշխատավարձ են ստանում մեր գումարներից եւ մսխում դրանք, որտեվ եթե մի փոքր կազմակերպություն, ինչպիսին մերն է, 3 տարիների ընթացքում հնարավորություն է ունեցել սեփական հետաքննություն անցկացնել եւ պարզել Արցախի ներդրումային հիմնադրամի գումարներն ուր են գնացել եւ մասնավորապես Արցախի հանձնումը ունի մի քանի պատճառներ, սա էլ տնտեսական պատճառներ, որ որոշ սրիկաների Արցախի քաղաքական էլիտար սրիկաների կողմից յուրացվել են այն գումարները, որ Հայաստանի Հանրապետությունից տարիներ շարունակ գնացել են Արցախ, որոնք պետք է ծառայեն Արցախի հասարակ ժողովրդին, փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու համար, ինչպես եւ գրված է կանոնադրության մեջ Արցախի ներդրումային հիմնադրամի, բայց սրիկաների, ստահակների պատճառով այդ գումարները լափվել է, յուրացվել է եւ հետագայում լվատնալու համար, փողերի լվացման համար բերվել է Հայաստան եւ վերածվել տարատեսակ գույքերի։ Այսինքն սա եւս պատճառներից մեկն էր, որ այդ սրիկաները փոխանակ Արցախը պաշտպանեին, Արցախը որպես արդեն իսկ պետք չեղող ՍՊ-ՓԲ կառույց որոշեցին Արցախը վերացնել եւ վերացնել փաստաթղթերը։ Փաստաթղթերի որոշ մասին տիրապետում ենք առնվազն 467 միլիոն դոլարի յուրացման եւ այդ փողերի լվացումը հավաստող փաստաթղթերի եւ 23 թվականից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մարդ, որը չէր պատկերացնում Հայաստան առանց Արցախի եւ Արցախը ինձ համար եղել է իմ երկրի մի մասը, կարևորագույն մասը, ես չէի կարող լռել եւ այդ ժամանակ չէի պատկերացնում, որ նման ծածկա դմփոցներ կլինի քննչական կոմիտեում, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեում պարոն Նահապետյանի մոտ օրերս ուղիղ եթերով հարցեր կտտանք։ Հիմա հարցերը տալիս եմ ձեզ։ 23 թվականի նոյեմբերին նախաձեռնվել է առաջին վարույթը, որով բացառապես ոչինչ չի արվել։ Ես հիմա կարող եմ ձեզ ապացուցել, պարոն Պողոսյան, արվել է, բայց արվել է իշահ ինչ-որ մարդկանց եւ ոչ թե իշահ Հայաստանի Հանրապետության, որի քննչական կոմիտեն ղեկավարում եք դուք հիմա, եթե նույնիսկ 23 թվականին դուք չեք եղել, հիմա դուք եք ղեկավարում եւ դուք եք պատասխան տալիս այն ամենի համար, որ կատարվում է ձեր ղեկավարած գերատեսչությունում։ Այսինքն 23 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ Հակարի ՍՊ-ի վերաբերյալ, որտեղ կային 4 ֆիգուրանտներ, այսինքն 4
կանայք, որոնք բնականաբար եղել են շիրմա, որպես միշտ լինում է փողերի լվացման ժամանակ եւ յուրացման ժամանակ, արցախցի եւ հայաստանցի տղամարդիկ իրենց կանանց էին դեմ տվել։ Ովքեր էին այդ կանայք եւ ինչ արել քննչական կոմիտեն 4 տարվա մեջ։ Մեկը եղել է Վահե Հակոբյանի կինը, որը բացառապես որևէ կապ չի ունեցել Արցախի հետ, եւ գումար չենք տվել, որ Վահե Հակոբյանի կինը Էլիզաբեթ Պետրոսյանը հեկեր ու ջեկեր կառուցեր իբրև, որը անհերքելի ապացույց է ձեզ ներկայացվել է բոլոր ապացույցները, բայց 23 թվականից առ այսօր որևէ գործողություն ոչ միայն չի կատարվել, այլև կատարվել է ամեն ինչ, որպեսզի Էլիզաբեթ Պետրոսյանը ամուսինը Վահե Հակոբյանը անխոչնդոտ հեռանա Հայաստանի Հանրապետությունից, հիմա ինձ ասեն, ոչինչ որ հեռու է, կբերենք, то դուք սկի Բյուզանդի փողոցից մարդ չեք կարողանում բերեք, Դեմիրճյան փողոցից չեք կարողանում բերեք, դուք պետք է ուրիշ երկրներից բերեք, 3 տարի քննչական կոմիտեն ինչով է եղել զբաղված, սա մի հատ Վահե Հակոբյան, Էլիզաբեթ Պետրոսյան, Հակարի հետի մասնակիցներից, մյուս մասնակիցը եղել է Նարեկ Ամբարյանը, որը պղնձի մոլիբդենի գործարանում կարծեմ եղել է գործադիր տնօրեն։ Ինչ կապ ուներ Հայաստանաբնակ Նարեկ Ամբարյանը եւ իր կինն է ստացել գումարները 1 միլիարդ 108 միլիոն ՀՀ դրամ։ Ինչ արեցիք։ Ոչինչ, Նարեկ Ամբարյանի վերաբերյալ գործը հակակոռուպցիոն դատարանում է, բայց 3 տարի է այս դրվագը սվաղվեց, թե ինչ արժի սրա սվաղելը, ես չգիտեմ, դուք պետք է պարզեք ձեր կառույցում։ Երրորդը եղել է Պոլոսկովը հանրահայտ, պղնձի մոլիբդենի գործարանի տնօրեն Պոլոսկովի կինը, ինչ կապ ունի Պոլոսկովը, ինչ կապ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, մենք մեր բերնից կտրել մեր հարկեր ուղարկել ենք, որ իրանք վերցնեն, ինչ արեցիք, բացառիկ լռություն, բացառիկ, և 4-րդ սուբյեկտը, նա ծագումով Մարտունի շրջանի Նորշեն գյուղի Կոմիտաս Կարապետյան, որը եղել է Բակո Սահակյանի, առանձնակի չգիտեմ ինչ հանձնարարությունների հանձնակատարը, եղել է փոխոստիկանապետը Արցախի, նրա տիկինը, հանրահայտ Մերի Կարապետյանն է վերցրել։ Ինչ եք արել 3 տարվա մեջ, բացառապես ոչինչ։ Երբ ես եկել եմ, ասել եք, բանկային գաղտնիք ենք ուսումնասիրում, ինձ և հանրության ավելի հետաքրքիր է քննչական կոմիտեի գաղտնիքները այս գործով, թե ինչ է եղել, որը չի բացահայտվում մինչև այսօր։ Այդ ոնց է ստացվում, երբ որ խոսքը վերաբերվում է հոգևորականների, վերաբերվում է կուսակցությունների, 14 դրամ 20 լումա կաշառք վերցնող ինչ-որ մեկին, միանգամից քրեական հետապնդում է հարուցվում և մարդկանց ձերբակալում են, կալանավորում են և այլն, լավ եք անում, բայց ինչ եք խտրական անում։ Այսինքն, ինչ-որ մեկը որ 10,000 դրամ կամ 20,000 դրամ ընտրակաշառք է վերցրել, էլ ավելի վտանգավոր է մեր երկրի համար, քան 4 միլիարդ դրամ յուրացված խմբակը։ Ինչի ճանապարհեցիք Վահե Հակոբյանին։ Կասեք դուք չեք, ես էլ ասում եմ դուք եք։ 3 տարի քրեական վարույթը նախաձեռնված է եղել։ Ինչի սեկտը չփակեցիք։ Թե նրա գնալու արժեքը 1 միլիարդ 108 միլիոն դրամներ Էլիզաբեթ Պետրոսյանի, որ հիմա առավոտից իրիկուն վերջին բառերով անդրադառնում է թե ձեզ, թե ձեր ղեկավարներին, ինչ շատ հետաքրքիր է և դուք լուռ եք։ Հետաքրքիր է, ոչ մենակ ինձ, այլև բոլորին, 4 քննիչ է փոխվել այդ գործով։ Սկզբից եղել է պարոն Թունյանը, հետո եղել է Առաքելյան, հետո եղել է Սիրեկանյան, որը իմ թեթե ձեռքով տենց երևի դիմում գրեց գնաց, և հիմա էլ Մելքոնյան։ 4 քննիչ։ Ես ես օրինակ առաջարկում եմ կին քննիչներ վերցրեք, ժամանակ առ ժամանակ կղեանան, դեկրետ կգնան, նոր քննիչներ կգան, գոնե կլինի ֆիզիոլոգիական պատճառ, թե ինչի են քննիչները փոխվում։ Էս ինչ եք անում, դուք քննիչ փոխելով ամեն քննիչ գալիս ասում է, Սատրում начнем сначала, ես դուք երկարաձգում եք, սա
կոռուպցիոն հանցագործությունն է, որտեղ դուք մսխում եք մեր փողերը։ Մենք 632 օր առնվազն, ես աշխատանքային օր եմ ասում, աշխատավարձ ենք տվել ձեր քննիչներին, ռեզուլտատ 0, մի փոքր կազմակերպություն, ես չեմ զլանա, ես հիմա ցույց կտամ, մենակ մի դրվագով մեր գործերի քանակը։ Մի վարքան մի հատ տվեք այդ պապկանից։ Սա այն գործն է, որ մենակ մի դրվագով ես այսօր բերել էի, որ իբրև թե ձեր քննիչի հետ մենք պետքա քննարկեինք, խնդրեմ։ Սա ընդամենը Մերի Կարապետյանի լափածոյի ցուցակն է։ Հաղորդում առաջի տրվել է 23 թվին, այսօր 26 թիվա, ինչ եք արել, որոշել եք մի հատ էլ արդեն տեղ չունեիք փախնելու որևէ մեկը, ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին մեկ հատ եւս եւ նախաձեռնվել է քրեական վարույթ արդեն յուրացում, փողերի լվացում, բայց ոչ կազմակերպված բանդայի կողմից, բանդայա հանցախումբ, որի անդամները ներկայացվել են, այդ հանցախմբի բոլոր անդամները տենց ազատման են գալիս, որ Վահե Հակոբյան անեն, հա, այն մնացածների անունները չեմ նշում, այս գործով 5 հոգի փախավ Հայաստանից, մենակ Վահե Հակոբյանը չի, ինչու սեկտը չէիք փակել, ես ճղում եմ ինձ, ասում եմ օգոստոսի 17-ին այս Կոմիտաս Կարապետյանի տունը խուզարկության մասին Կոմիտաս Կարապետյանը տեղյակ ա եղել, բա ինչի չեք ասում Տիկին Պողոսյան, բա ոնց ինչ, որովհետև գիտեք ով ա տեղեկացրել, եւ ոչ մենակ իրանց, իմ համբերության բաժակը որ լցվի, հազարավոր մարդիկ են գալու փակեն քննչական կոմիտեի դիմացը, որովհետև եթե չեն կարող աշխատեն, թող դուրս գան, մի հատ մասնավոր քննչական բաժին ստեղծենք, մենք այս ապացույցները ներկայացնենք, թող դատարաններ տեսնի, միանգամից դատի, այդ պետք չի մեզ ձեզ աշխատավարձ տալը, պետքը չի, այսինքն ամեն գործ հարուցել, վարույթ նախաձեռնելը, պետքա սենց տարիներով ես խոսամ նոր, այդ դուք պետք է այն շնորհակալություն հայտնեք, որ ես ձեզ այսքան մանրակրկիտ փաստաթղթեր եմ բերել, որին դուք էլ նայեք, սա մենակ Մերի Կարապետյանի լափն է, բայց սենց պապկաներ են բերել, ուր է այդ պապկաները, ինչի որևէ մեկը չի աշխատել, պարոն Պողոսյան, ինչի ենք աշխատավարձ տվել, ինչի իրանք որևէ պատժի չեն ենթարկվել, դուք անվտանգություն ունեք, չգիտեմ ինչ ունեք սեփական, այս մարդիկ մսխել են հարկատուների միջոցները եւ որևէ գործ չեն արել, ասել որ որևէ մեկը տեղյակ չեք, չկա տենց բան, ես անընդհատ եթերով եմ զգուշացրել, ինչ ա եղել այսօր, այս 2 օր առաջ ինձ զանգահարում է Woman Մելքոնյան Էրիկ, ասում է, որ ինքը արդեն նոր քննիչն է այս գործով եւ շատ կոնստրուկտիվ է տրամադրված եւ այլն, ձայնից պատկերացեցի, որ շատ երիտասարդ է, ասեցի, հա դե ոչինչ, գնամ փորձեմ օգնել, տղան խնդրեց, փաստաթղթերը առած այսօր եկել եմ, ճանապարհին ստանում եմ հերթական, գիտեք ինչ, կարող է հասարակ մարդիկ չհասկանան, բայց ձեր կոլեգաները լավ գիտեն, եթե ուզում եք մի գործ քնցնեք, քնացնեք ու մի հատ բայուշկի երգեք, վերցնում եք այդ գործը, միացնում եք այն մնացած մեծ գործերին, այսինքն, եթե 3 տարի բան չեք արել, այս տրամաբանությամբ, Մերի Կարապետյանի վերաբերյալ գործը ինչու է միացել ամբողջ գործին, որ 44 թվին նոր կանչեք, ես չեմ լինի, մեռած կլնեմ այդ ժամանակ, այս դուք ում եք էշիտեղ դրել, ինձ քաշ եք տալիս, բառացի, բերում եք, տեսնում եմ մի հատ երևի 21, 22, նու 23, հայ 25 տարեկան, պարկեշտ մի հատ քննիչ, մի հոգի, քննչական խումբ էլ չի, դարի հանցագործություն ա եղել, դարի, 468 միլիոն դոլար առնվազն ես եմ բերել, որ կերել եմ, մի հատ բալիկ, պետք է քննի այս գործը, որ ընդհանրապես ոչ տնտեսագետ է, քննչական խումբ չկա մեջը, նաև այլ մասնագետներ լինեն ներգրաված, բանկային գաղտնիք, լուրջ, ձեր բոլորի բանկային ու անձնական գաղտնիքներն է հիմա պետք ջրի երես անել, այսինքն ես գալիս հասնում եմ քննչական կոմիտե, տրամադրված որ 3-4 ժամ նստեմ այդ քննիչին բացատրեմ ինչի, ինչա սելը տեղից շարժվի,
Բայց Պարզմոր քնիչը միացրել է այն գործին, այն որ Հովիկ Աբրահամյանի մասին է, Վարդան Սրմակերշի մասին է, հասկացա՞ք դուք։ Այդ ամբողջ մեծածավալ գործին կորցնելու ժողովուրդ ջան, երբ որ այդ գործերը տենց միացնում են, մի նպատակ են հետապնդում ժամանակ, աուկցիոն եք անել իմ տված տվյալները, բերանից բացել մի տվեք։ Ես նորից եմ զգուշացնում։ Ընդունեց ինձ ձեր ինչը տեղակալը Գրիգորյան Ոմեն։ Գրիգորյան այս գործից տեղյակ, մի հատ էլ մուննաթ է գալ, ասում է դուք ինչի տենց հարգանքով չեք վերաբերվում։ Հարգանքը լինում է նախ երկուստեք, երկրորդը հարգանք լինում է այն ժամանակ, երբ որ դուք ձեր աշխատանքն եք հարգում, քննիչ իր աշխատանքն է հարգում։ Դատախազությունը նայում է ձեր արածը։ Բայց գրիչը հին ասացված կա, քննիչի ձեռքն է։ Երկար ժամանակ քննիչ եք աշխատել, պարոն Պողոսյան։ Գրիչը քննիչի ձեռքն է։ Դատախազը չի գալիս սենց այն որ երեխեքին վրայից բռնում, տառերը գրել սովորացնում։ Ինչ եք անում դուք։ Այս սրա անունը կոչվում է սատանի մայլեն չանդրբազ խաղալ։ Այս ինձ կտրում եք գործից, հələ մի հատ նայեք, էլի բերում եք, մի հատ մանկահասակ պատանի, կարող է եւ շատ լավն է, բայց մի հատ տղան 6-7 գործ միացվել է իրար։ Ես գիտեմ Արցախի ներդրումային հիմնադրամ, լսեք, ենթադրենք որ Արչին բանկից կամ Յունի բանկից կամ ինչ-որ մի տեղից, շենքից, Դեմիրճան 12 շենքից 10 տարվա մեջ տարբեր գողություններ լինի, բերելու եք սաղ միացնեք իրար, տարբեր մարդիկ, տարբեր չափի են կերել։ Էսում եք դուք էշիտեղ դնում։ Պարոն Պողոսյան, ամենայն լրջությամբ եմ ասում, մի հասցեք նրան, որ հազարավոր արցախցիներ ուղղակի գան փակեն այդ դուռը։ Երբ մտնում ենք, տեսանք, այս տերտերին բերեցին, այն կուսակցականին բերեցին, այս ձևական վարույթներ նախաձեռնելը, կարող է իմ աչքերին ինչ-որ մեկը որոշելա թոզ փչի։ Ինձ կարեք շանել փչեք, այդ թոզը տարեք ձեր տները փչեք։ Ես ինչ եք անում դուք իմ հետ։ Ես հիմա կոնկրետ ձեզ եմ ասում, ու դուք գիտեք, այս գործով կան մարդիկ, ովքեր որ զգուշացնում են մարդկանց, որ հեսա գործը հարուցվելու, հեսա խուզարկություն։ Հիմա ես ձեզ ասում եմ։ Ես ձեզ զգուշացրել եմ, որ այս ինչ մարդիկ փախնելու են եւ ինչ փախանու դուք ասում։ Ոչինչ, զատո գործերը հարուցեն։ Մի օր հոմ հետ են գալու լուրջ։ Բա դուք էլ հաց մի կերեք մի երկու ամիս կամ մի օր կուտեք էլի։ Կամ աշխատավարձ մի ստացեք, մի օր կստանաք էլի մի 3 տարի հետո։ Էսում եք, ես ձեզ մի շատ հարգել եմ, բայց նենց արեք։ Դուք դի հարգեք ձեզ ու ձեր աշխատանքը, նենց արեք, որ այդ հարգանքը շարունակական լինի։ Ես այնքան եմ հարգել, որ այսենց ակուրատնի պապկայով եմ գալիս։ Իսկ դուք ինձ այնքան եք որոշել չհարգել, որ ասեք ոչինչ, բան դե թող գա, մի հատ թոզ կփչենք, աչքին կգնա։ Չեմ ուզում էլի ցույց տամ։ Բայց հասկացաք։ Հիմա լսեք շատ ուշադիր։ Հարց եմ տալիս, ինչի՞ է Վայ Հակոբյանը փախել։ Ինչին արեք անբարանի վերաբերալ վարույթ չի նախաձեռնվել 3 տարվա մեջ։ Ինչի Հովիկ Աբրահամյանը այս գործով մեղադրալ չի։ Ինչի Կոմիտասի կինը, որ 16 հոգանոց բանդա ունի, որի տվյալները ձեզ մանրակրկիտ ներկայացրել եմ։ Նայեք ինչ թղթերով է եկել, նայեք։ Այս սաղ բերել էի, որ իբրև ձեր քննիչին օգնեմ։ Հա? Ու սենց հլը նայեք, դուք սենց գործ ունեք քննած։ Ինչի Վայ Հակոբյանին թողեցիք փախնի, որովհետև եւ այս գործը դուք որոշել եք, որ սենց Մարինան մի 15 հատ էլ հաղորդում կտա, ամիսներով կնստի, բնականաբար անվճար կաշխատի, ով պետք է վճարի ինձ, Բակոն Բերդից, թե Արայիկը։ Ոչինչ կանի, այնքան կանենք դի մարդ է էլի, մի օր կմեռնի։ Իմ տուն որ մտան, այս գործի հետ կապված, ինչ արեցիք, ոչ մի բան, այս դուք հանցախումբ եք ստեղծում իրանց հետ իմ դեմ, այս ինչ եք անում դուք, լսեք,
Ժողովրդին ամենօրյա ռեժիմով են պատմելու, որովհետև այդ եղել է բանվորի, բուժքույրի, զինվորի, բոլորից փողն ա եղել, պարոն Պողոսյան։ 3 տարի եթե չեք կարում, զիջեք ձեր տեղից, գամ մի շաբաթում անեմ։ Տեսեք անելը ոնց ա ալնում։ Եթե ես տեղ նստած 4-5 հոգանոց թիմով այսքան բան կարողացել եմ անեմ, այդ ձեր մեծամեծ ռեսուրսներով։ Տեսեք մի շաբաթվա մեջ ոնց եմ անում։ Ինչ ա ձեր ուզածը։ Հիմա ընտրություններից հետո էլ կյանք կա, թե մենակ տենց ընտրություններին 5000 դրամ կաշառք տվին, 4 հատ քյաբաբ տվեցին, չգիտեմ են տերտերը կարգալույծ եղավ, այն մեկը էս եղավ։ Ով կա տանում կալանավորում եք, ձերբակալում եք, տնային կալանք եք տալիս, եսի սրանց ինչի եք դուրս թողել։ Հիմա լսեք, ասեմ ես ձեզ, եթե դուք Մերի Կարապետյանի վերաբերյալ անհապաղ քրեական հետապնդում չառուցեք, սեկտերը չփակեք ու Մերի Կարապետյանը գնաց, դուք տեսեք օր ու արև չեք ունենալու, ոչ միայն քննչական կոմիտեի մոտ ալինելու ցույցեր, ձեր տների մոտ, որ ձեր երեխեքը, ձեր հարևաններն իմանան, թե դուք ոնց եք աշխատում։ Ես ինչը վատ բան եմ ասում, ես օրենքով, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձեզ ասում եմ աշխատեք, չեք աշխատում, դուս եկեք գործից։ 3 տարի է, 1 միլիարդ ասում 100 միլիոն դրամ են է, սպասեք ժողովուրդ ջան, որ աչքները մծնենք, նայեք, տեսեք, 4 միլիարդ 431 միլիոն դրամ, ես 4 ծիտը տարել են, բա դուք 4 միլիարդ դրամ ու ոչինչ, 10,000 դրամ կաշառք ու կալանքներ, հա, գնացեք ում ուզում եք բռնեք, բայց սրանց թողած ընկել եք նրանց հետևից, Մերի Կարապետյանով, այս Էլիզաբետ Բելիզաբետներով, վաղուց պի քրեական հետապնդում ելներ, սրանք պի ճաղերի հետևում ելնեին, ինչու չեն, ամեն ինչ ունի իր գինը, հիմա դուք ինձ պատասխան տվեք, ուզում եք հանրային տվեք, ես ձեր մոտ եկողը չեմ, եթե ձեր մոտ էլ գամ, ինչ ասեք, ես դա հանրայնացնելու եմ, եթե այս շաբաթվա մեջ Մերի Կարապետյանը ոչ մենակ էս 1 միլիարդ դրանն ա տարել, մոտ 40 միլիոն եվրոյի յուրացում ա եղել, որ բերել են ստեղ փող են լվացել, և ես նախաքննության մարմնին ներկայացրել եմ, ասել եմ փետրվարի 5-ին ստացել ա, ապրիլի 10-ին նորշենից էշը նստած եկես թե տունը առե, էս ինչ թվին ստացել ա, արդեն Տեսլան նստած է եկես թե տուն առե, 2 հատ լակոտ ունի 20 տարեկան, 19, 20, 22 տարեկանում, բյուզանդի վրա միլիոնանոց բնակարաններ են առե, ես չհասկացա, դուք իմ աչքի, ես այսքան ժամանակ սենց չեմ խոսացել, բայց դուք ինձ հասցնում եք, ես դուք ում աչքերին եք թոս փչում, ինչն ա ձեզ խանգարել, որ այսքան ապացույց ունենալով քրեական հետապնդում չլինի, սեկտերը չփակեք, լավ լսեք ինչ եմ ասում, եթե Կոմիտաս Կարապետյանը, այն մնացածի անուններ գիտեք ինչի չեմ տալի, նրանց ճամփել եք արդեն, ասել եք բայ, եթե Կոմիտաս Կարապետյանը, Մերի Կարապետյանը, Կոմիտաս Կարապետյանի մյուս եղբայրը, այն մեկը արդեն ստեղ չի, Ռուսաստանը, տղաները, հանգարց, այս մի շաբաթվա մեջ երկիրը լքեցին, Պողոսյան Արտուր, դուք եք դատվելու, որտեղ ձեր աշխատակիցների թողտվության բա, կարող է դուք շատ բաներից տեղյակ չեք, կարող է դուք տեղյակ չեք, թե կաշառքը ով ա վերցրել, դուք պետք է անեք, ունեք անվտանգություն, նավ ունեք, գնացեք պարզեք, այս բոլոր քննիչներն է, Սիրեկանյան, 6 ամիս եկել ընդեղ շալվարա մաշացրել, հետո դիմումը գրեց գնաց, հա, բա հաշվենք ինչքան աշխատավարձ ա ստացել, այս գործով հանցավոր անգործություն, հանցավոր, միտումնավոր, որպեսզի պայմաններ ստեղծեք, որ այս մարդիկ, ովքեր պետքա պատասխան տան, սութի մուտին սենց բաներ ուղարկեք, թռուցիկներ, քրեական վարույթի նախաձեռնման, ու այս մարդկանց տանեք, ճանապարհեք այռոպորտով Ռուսաստան ու այլ երկրներ, հանրությունը կիմանա ինչ ա կատարում քննչական կոմիտեում, և մի բան էլ եմ ավելացնում ու սրանով ուզում եմ ավարտեմ, օրեր առաջ կարդում ենք, դատախազությունը
18-ից 25 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձրել 291 միլիարդ 726 միլիոն դրամի գույք։ Դա անում է 773 միլիոն դոլար։ Ուրեմն մի հատ Մարինա Պողոսյանը այդ ամբողջ դատախազություն, ամբողջ քննչական, ամբողջ հակակոռուպցիոն, էլ ով ունեք չունեք, ոստիկանություն, չգիտեմ, մի հատ մեծ ընտանիք, մի հատ կազմակերպություն, որ մերն է, ձեզ բերել ասում է, լսեք, 468 միլիոն այդ մեր իմացածը, այսինքն 80%-ը այն 18-ից 25 թվի հեղափոխությունից մինչև հիմա, ես ձեզ ասում եմ 468 միլիոն փող են լափե դոլար, ասեք չէ, սուտ մատնության համար ինձ քրեական պատասխանատվության ենթարկեք, բերեմ հատ, սենց օլորեմ այդ թղթիկները, բալավ դուք ոնց, ինչի եք հասցնում, որ ես հանրային ես ամեն ինչը ձեզ ասեմ, ուրեմն ես հիմա կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն բացառապես հովանավորում է Արցախի թալանչիներին, բացառապես ասեք չէ, ասեմ ոնց ճամփեցիք, հələ ասեք չէ, ափսոս էլի իմ դիմաց չեք, ասեք չէ, ասեմ ոնց Վահե Հակոբյանին ճամփեցիք, ոնց Էլիզաբեթ Պետրոսյան ազատության մեջ է, ոնց Նարեկ Ամբարյանին չի մեղսագրվում իրա կնոջը էս արած 1 միլիարդի գողությունը, ոնց Կոմիտաս Կարապետյանի կիններին մենակ հակարիով չանցնում ամեն ինչով, դուք է նրա համար, որ ինձ սենց, են որ ասում է արխայինի գցեք, գործ ենք հարուցել, տանենք միացնենք այն գործերին, չի աշխատելու, մեկ շաբաթ ժամանակ քննչական կոմիտեին, եթե կոնստրուկտիվ, ոնց որ այդ ձեր բալիկն էր ասում, կաշխատեք և հանրությանը կապացուցեք, որ դուք կաշկանդված չեք, որ այն դատախազը, նայեք անունով եմ ասում, դատախազը, որ անցյալ տարի օգոստոսի 17-ին զգուշացրել է այս մարդկանց, ձեր այդ մի թիմում չի աշխատում, հասկանանք, ես ունեմ հիմնավոր կասկածներ, հիմնավոր, ուրիշ որևէ բան ձեզ չէր խանգարում, որ ասում եմ, այս կարգի մանրամասն, ծամած քննիչի բերանը դրած, հլստեղ նայեք, Մերի Կարապետյանի հլստեղ նայեք, էլ ասում եմ, մյացենց, պրոստ ուզում եմ բացեմ իմ տարած թղթերը, հեկերը, Լև էներջի, Թարթար էներջի, Կոնտինենտ, Հակարի, Տրանս հոլդինգ, Մռանց հոլդինգ, ինչը չեք կարում ապացուցեք, ապացույցները պակաս են, մի շաբաթվա մեջ, եթե Մերի Կարապետյանը պետքա կալանավորվի, Կոմիտաս Կարապետյանը, Սերգեյ Մուսայելյանը, Սերգեյ Զաքարյանը և Նարեկ Կեսոյանը, այդ որ տենց փեշերը փռած, Նարեկ Կեսոյան եք պաշտպանում, որը այստեղ դասախոս է, դեկան է, բայց Կոմիտասի փողերի լվացարարն է, ամեն ինչ անում եք, որ պաշտպանեք Նարեկ Կեսոյանին, որովհետև Նարեկ Կեսոյանի եղբոր բարեկամը, դրա մասին ես այսօր եմ խոսալու Գագիկ Ծառուկյանի կուսակցության պատվավոր անդամ է, բերանս բացել մի տվեք, իսկ ես մերիները, հանգարց հիմա չոգևորվեմ, որ քննչականը բան չի անում, լսեք, Մերի, Կոմիտաս և բալիկներ ու Սերգեյ Մերգեյներ, Դանիելյան, Մուսայելյան, Զաքարյան, էս ու են, ուրեմն լսեք ես ինչ եմ ասում, անկախ նրանից թե քննչական կոմիտեն ինչ է անում, դուք դատվելու եք, եթե ընենց չանեք Կրասնոդարսկի կրայից էլ մարդ հետ բերենք ստեղ, լսում եք արա դուք, էս ձեզ է վերաբերվում, պարոն Պողոսյան մնացածն է ձեզ էր վերաբերվում, էլի եմ ասում, դուք հասցնում եք, որ մարդ եթերով դիմի ձեզ, ես ակնկալում եմ այս եթերի պատասխան, անիմաստ ինձ, իմ ժամանակը, թանկարժեք ժամանակը, որ ես ռացիոնալ եմ օգտագործում օպտիմալ, հանգարց չփորձեք ինձ պրոստը կանչեք, փափուկ բարձր դնեք, ես շատ բարձրորակ բարձր ունեմ, ես մանկուց եմ լավ ապրել, մեր տան բարձերը շատ փափուկ են, ոնց կուզեմ կնստեմ, այդ փափուկ բարձերը պահեք ձեր ու ձեր քննիչների համար, էլի եմ ասում, հիմիկվանից
Время пошло։ Հələ փորձեք այս շաբաթվա վերջին, այս մերի շմերիներին, ինչի՞ է, ուրիշ կանանց կերակրող մայրերի կտանեք քրեակատարողական հիմնարկներ։ Այտենց վտանգավոր են, հա? Իսկ սրանք վտանգավոր չեն, Էլիզաբետ, Աննայիդ Ղալթախչյան, ես շատ գիտեմ այդ Նարեկ Ամբարյանի կնիկը, Պալասկովի կնիկը, ես իմ ով։ Էս ում եք դուք հովանավորում։ Ու դուք ուզում եք ասեք կոռուպցիա չկա, կա կոռուպցիա, ուղղակի ես իրականում եմ ասում, ես ամիսներ սպասել եմ այսօրվան։ Նորից եմ ասում, время пошло, ընենց չանեք հազարավոր արցախցիներով, գան փագեն այդ քնչականի դռները, ձեր տան դռներու հանգարց հիմա չասեք, վայ դուք ընենց արարք եք անում բան, լավ եմ անում, անում եմ, որտեվ դուք անգործ եք, այդ դուք գործ քննեցիք, ես է բան ու գործ չունեի, ասում եմ գնանք քնչականի դռները փագենք, գիտեք մեծ փորձ ունեմ Արթուր Դավթյանին ամիսներ, օրերով, շաբաթներով։ Ես հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հարկատու, իրավապաշտպան, որպես Մարինա Պողոսյան եւ Արցախցու գեն կրող մարդ, ձեզ ասում եմ, հələ փորձեք այս շաբաթվա մեջ սրանց ոչ թե ձերբակալեք, այլ կալանավորեք։ Նայ, մերին մենակ առիլա 22 անշարժ գույք, 4 կազմակերպություն, 22 անշարժ գույք մի տեղ ունի, 88 անշարժ գույք ունեն ինքն ու իր լակոտները իրար հետ։ Քանի արցախցի գիտեք, որ 88 գույք ունի, քանի երեխա գնաց զոհվեց, որ այս անպատկառները այսքան գույք ստեղ ձեռք բերեն, ու դուք քնչական կոմիտեի ղեկավարը լինելով, սենց գործեր եք, վարույթներ եք նախաձեռնում, միացնում եք, անջատում եք, լուրջ։ Ես ում կազինո չեմ եկել, ես եկել եմ քնչական կոմիտե, կհարգեմ այն դեպքում, երբ որ դուք հարգեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ ձեր աշխատանքը պատշաճ կատարեք, առայժմ այսքանը։